Որքան էլ պարոն Սիմոնյանը փորձի ներկայացնել, որ իդեալական քարոզարշավեր հատկապես իրենց մասով, ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ մի տղամարդ ԿՊ կուսակցության պաստառը պոկելու համար նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ, հետո վերջինս հայտնվել է հոգեբուժարանում եւ այնուհետեւ ինքնասպանություն է գործել ու դրա համար որևէ մեկը մարդկանց ցավի վրա բայց մի րոպե քրեական հետապնդում է քրեական հետապնդում է բազմաթիվ մարդիկ Տիկին Գրիգորյան բազմաթիվ մարդիկ ցավոք սրտի ինքնասպանություն երբ որ դուք ասում եք նորմալ քարոզարշավ երեք Ռոբերտ Քոչարյանը ասում է 5000 եւ ավելի զոհված զինծառայողի պապիկի բերանը փակած դա արդար չի մարդկանց հանդեպ արդար չի ցավի վրա մարդկանց մահանալու վրա չի կարելի քաղաքական դիվիդենդ աշխատել բազմաթիվ լավ տիկնայք եւ պարնայք ներողություն պարոն Սիմոնյան 3 րոպե ավելացնենք հոկտեմբերի 27-ին հարգելիս հիմա եկեք հերթով որոշենք ինչի մասին ենք խոսում Արթուր Օսիպյանը նստած իրավապահները դրա բացատրությունը տվել են ինքը խափանման միջոցի տակ է բազմաթիվ մարդիկ այդ թվում նաև իմ ընտանիքի անդամները այդ ոնց է ստացվում որ Արթուր Օսիպյանին չի կարելի տանել բանտ եւ դա աղմուկ է բարձրացնում իմ բարեկամին իմ եղբոր կնոջը քրեական գործով կարելի է տանել ուզում հասկանամ այսինքն դուք ուզում եք որ արդարադատությունը գործի ըստ պատվերի լինում են դատական սխալներ իրավաբանական սխալներ եկեք դա քաղաքականացնենք ամեն ինչը կախենք մի հոգեկան հիվանդություն ունեցող դուք ասացիք հոգեկան առողջության հետ խնդիր ունեցող մարդ ինքնասպանություն է գործել եկեք տանենք կպցնենք հարգելիս բազմաթիվ տես դեպքեր ալնում շատ եկեք երկխոսության չվերացնենք Տիկին Խաչատրյան հերթով Տիկին Խաչատրյան խնդրեմ Ձեզ հիշեցնեմ նաև, որ ձեր ղեկավարի պաշտոնավարության ժամանակ Հայաստանի Հանրապետությունում հանրահավաքի մասնակցելու համար մարդիկ էին սպանվում, մարդիկ էին շքամուտքերում ծեծվում, Ֆրանսիայում ապրող Գևորգ ազգանունը չեմ հիշում կուրացավ բաժնում ծեծելու համար։ Ես 17 տարեկան երիտասարդ աղջիկ ոստիկանության բաժանմունքներում ծեծ էին կուտում, որովհետև Ռոբերտ Քոչարյանին հաճելի չէր, ոչ, առնվազն Քոչարյանի տարիները էլ չկան, Աստված չանի այդ տարիները այլևս Քոչարյանի ժամանակ անցիկի կայսիրանց է եղել, մարտի 1, հոկտեմբերի 27 Չէ, բայց զուգահեռ ենք խոսում, ոչ մեկի չենք լսում, մի րոպե Դուք ձենները կտրեք կոռեկտ արտահայտվեք հաջորդ փորձը ես կանեմ արդեն Երեկվա բանավեճը տեսել եք գոռոցը մնում է բովանդակությունը չէ Անում ենք դրա ճիշտ հակառակը խնդրում ենք լսելով իրար պարոն Մանուկյան խնդրեմ